Բարեկալուց Սիվիլնետ տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Եղոյան, վերջերս տարածված տեղեկատվություն Սիվիլնետը եւս հրապարակեց այդպիսի տեղեկատվություն այն մասին, որ 2 տարով հիբրիդային սպառնալիքների դեմ դիմակայելու կամ արձագանքման խումբ է Հայաստան ուղարկվում Եվրոպական միությունը եւ այստեղ մի փոքր տարընթերցումներից խուսափելու համար դրանից առաջ եղավ հայտարարություն, որ կարճաժամկետ խումբ է գալու Հայաստան 1-2 շաբաթով նվիրված այս ընտրություններին, որպեսզի աջակցեն Հայաստանի համապատասխան կառույցներին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Հիմա հայտարարվում է երկարաժամկետ ուղարկելու մասին։ Սրանք նույն խումբն են, ուղղակի մեկի մանդատը վերածվում է երկարաժամկետի, թե սրանք լրիվ տարբեր խմբեր են։ Չէ, ոչ թե մեկի ժամկետը վերածվում է մյուսի, այլ ավելի շատ մեկի կատարած աշխատանքը դրանց արդյունքները փոխանցվում են երկարաժամկետին, այսինքն մեկը կարճաժամկետ հիմա այս առաջիկա ամիսների համար խնդիրներ ունի լուծելու դրա համար է, իսկ մյուսը ավելի միջնաժամկետ խնդիրներ լուծելու համար, որովհետև այնպես չի, որ այդ հիբրիդային սպառնալիքները ընտրությունների օրով վերջանալու են։ Կարծում ենք ողջամտորեն, որ էլի ինչ-որ դրսևորումներ դրանք կունենան, եւ մենք գիտենք, որ խնդրել ենք աջակցություն այս առումով եւ ֆինանսական եւ մասնագիտական, որովհետեւ ԵՄ անդամ երկրներն էլ են բախվում նման խնդիրների։ Եվ հիմա դա է տեղի ունենում, դեսպանների մակարդակով այդ հաստատումը եղել է, բայց բուն խորհրդի որ նիստը լինելու է վաղը, եթե չեմ սխալվում, նախարարական խորհրդի, որը վերջնական է հաստատում, դա կլինի վաղը։ Հայաստանի իշխանությունները հստակ տեղորոշել են, հստակ գիտեն, իրենց համար պարզ է Հայաստանին սպառնացող հիբրիդային սպառնալիքները, կներեք տավտոլոգիայի համար, որտեղից են գալիս, դրանց աղբյուրները որոնք են։ Դե եթե այդ ամեն ինչը մենք հստակ իմանանք, իհարկե կան որոշակի տեղեկություններ, բայց եթե մենք ամեն ինչ ոսկերչական ճշգրտությամբ որտեղից, երբ, ոնց, ում միջոցով, ինչ ծավալով, ինչ նպատակով, ինչ հեռանկարով, ինչ ծախսերով, եթե ամեն ինչը մենք իմանայինք, հենա այս աջակցությունը չէինք խնդրի, էլի, աղբյուրներն էլ շատ բազմազան կարող է լինեն եւ մի քանի, այսպես ասած, պատնեշով թաքնված կարող է լինել, կարող է գա մի տեղից, պոչը գնա վերջանա լրիվ մեկ այլ տեղում, դիցուկ օրինակ ինչ ենք հեռու գնում, հիշում եք այն թուրք լրագրողին, անունը մոռացա, այո, որը Դոնբասում է բնակվում, որը Դոնբասի քաղաքացի է, որը ասում էր, որ եթե իր մասին է խոսում։ Հա, իր մասին է, Դոնբասի քաղաքացի թուրք լրագրողին, այսինքն նայում ես, օքեյ, թուրքական լրատվամիջոցը այդ մարդը թուրք ազգությամբ, Թուրքի անուն ունի, ենթադրում նաև Թուրքիայի քաղաքացիություն, ունի ինչ-որ կայք, այդտեղով ապա տեղեկատվություն էր տարածում Հայաստանի վարչապետի եւ ընդհանրապես Հայաստանի մասին, հետո պարզվեց ինքը Դոնբասի քաղաքացի է, Դոնբասում մենք չգիտենք ինքը ում հետ է, իսկապես չգիտենք ում հետ է, ոնց է շփվում, սա, այսինքն բան է, էլի, sense ինքը հենց դա մալ հիբրիդային է ինքը կոչվում, որտեղ համակցված են տարբեր գործիքներ համակցված են, տարբեր, այսպես ասենք, ինֆորմացիոն զորատեսակներ համակցված են գործում, սա է։ Ինչու ես հարցրեցի նրա մասին, թե որտեղից են ծագում հիբրիդային սպառնալիքների ծագումնաբանությունը Հայաստանի համար, պարզ է թե ոչ, որովհետև Եվրոպական միության պաշտոնյաների ամենաբարձր մակարդակով կարելի ասել եւ Հայաստանի պաշտոնյաների մեկնաբանությունները կարծես այս առումով գոնե չեն համընկնում։ Եվրոպական միության պաշտոնյաներ օրինակ Կայա Կալասը, որը հատակին կներեք հարցս ավարտեմ, հետո կպատասխանենք։ Քանի որ Հայաստանի դիմումի հիման վրա են նրանք ուղարկում այդ խմբերը Հայաստանին աջակցելու համար եւ իրենց պատկերացումները մի բան է, այսինքն իրենք ասում են մենք ուղարկում ենք Հայաստանին աջակցելու համար, որովհետեւ ընտրություններից առաջ դրանից հետո եւ այլն Հայաստանին սպառնում են մոտավորապես նույն սպառնալիքները հիբրիդային, ինչ Մոլդովայի քեզ համեմատում են Հայաստանի հետ, ասելով որ եւ դրանց հիմնական աղբյուրը Ռուսաստանն է։ Երբ Հայաստանի պաշտոնյաներն են խոսում դրա մասին, թեպետ իրենց էլի մեր դիմումով են նրանք ուղարկում հայկական կողմի դիմումով, ընդհանրական ձևակերպումներ են տալիս, ինչպես դուք տվեցիք այսօր ձևակերպումներ, որ կան հիբրիդային սպառնալիքներ, դրանց հետ պետք է դրանց դեմ պետք է պայքարել։
Եթե նախ ինչու են տարբերվում մեր Եվրոպական միության նույն խնդրի լուծման համար Եվրոպական միության եւ Հայաստանի ուրեմն իշխանության ուրեմն մոտեցումները եւ եթե մոտեցումները չեն տարբերվում, ձևակերպումները, որակումները եւ այլն, հա, եւ եթե այդ տարբերությունը կա, ապա ինչու Հայաստանը ընդունում է Եվրոպական միության խմբին, որի հետ սպառնալիքների ծագման աղբյուրի վերաբերյալ ունի սկզբունքային տարաձայնություն։ Ինչի մասին։ Կներեք, ինչ մեջբերում էր։ Մեջբերում չէր, հարց էր։ Հարցը նրա մասին է, որ եթե ով է ունի սկզբունքային պատկերացումները, որակումները տարբեր են, չէ, որակումը կարող է տարբեր լինի, բայց պատկերացումները նույնն են։ Նույն պատկերացումը կարող է ձևակերպվի տարբեր բառերով, տարբեր նախադասություններով, կախված թե ով է խոսում։ Հայաստանն էլ է կարծում, հիմա ես չեմ կարող, ես օրինակ դիցուկ ես Բարսասյան պաշտոնյա եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի, հանձնաժողովի նախագահ եւ այլ ես կան որոշ երևույթներ, որոնց մասին խոսելիս ես չեմ օգտագործի նույն բառապաշարը, ինչ կարող է օգտագործել Կայա Կալասը։ Ինչու՞։ Որովհետեւ ես այլ դիտքում եմ գտնվում, ես այլ ռեսուրսներ ունեմ, ես իմ ռեսուրսները պետքա ծախսեմ խոհեմաբար, ողջամտորեն եւ հնարավորինս նոր հավելումն հեն եղած սպառնալիքների նոր սպառնալիքներ չբերեմ Հայաստանի վրա եւ եղածնել չեզոքացնեմ։ Սա այսինքն սա բան չի էլի, մենք հիմա ասենք բոքսի ռինգում չենք էլի, որ ասենք դե տեսնահարվածում է, մի հատ էլ դու հարվածի, մի հատ էլ նա հարվածի, մի հատ էլ դու հարվածի, այդպես չի խոսակցությունը։ Այստեղ մենք հաղթում ենք, եթե մենք գործում ենք խոհեմաբար եւ չեզոքացնում ենք վտանգը, ոչ թե անընդհատ բարձրաձայնում ենք, թե որ վտանգն ենք չեզոքացնում։ Այստեղ է տարբերությունը։ Իրանց տեսանկյունից իրենց կատարած աշխատանքը ցույց տալու համար միգուցե եւ ամբողջ բացվածքը տալիս են, բայց իրենք որ նման հայտարարություններ են անում, տվյալ դեպքում Հայաստանի հետ կապված Հայաստանի համար նոր վտանգներ չեն ստեղծում։ Ոչ, չեն ստեղծվում, որովհետեւ դա այն ոսկե միջինն է, որը օգտագործելով մենք կարող ենք արկա վտանգները չեզոքացնել։ Դա այն բալանսն է, որը որ չափի մեջ է։ Այդ դեպքում ինչպես կմեկնաբանեք այն հայտարարությունները, որ այս խմբերը ընդունելով Հայաստանը դառնում է Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև պրոքսի պատերազմի հարթակ։ Ես այդպես չէի ձևակերպի, կոնկրետ կան պրոքսի դրանք ձևակերպումներ են, տեսեք դուք հիմա ասում եք պրոքսի պատերազմ, դա շահերի բախում է տեղի ունենում։ Դրանք տեսեք նույն երևույթը էլ եմ ասում, ու սա արդեն անկախ, արդեն քաղաքական դիրքից էլի, նույն երևույթը տարբեր սուբյեկտներ կարող են տարբեր ձև բնորոշել, կախված իրենց դիտանկյունից, հա։ Մեկի համար մի պատերազմը կարող է ավելի շատ համարվել հայրենական պատերազմ, քան համաշխարհային պատերազմ, մեկի համար դա ավելի շատ կարող է լինել համաշխարհային պատերազմ, քան հայրենական պատերազմ։ Բայց ինքը ոնց է, որ դիտանկյունից է նայում այդ պատերազմի մեջ տեղի ունեցած իրադարձությունների մեծամասնությանը։ Օրինակի համար, դա չի նշանակի, որ Ռուսաստանի եւ Արևմուտքի շահերը այստեղ բախվելու են։ Ռուսաստան ակնհայտորեն ընդգծված բացասական է վերաբերում այս նախաձեռնություններին, հիմա ինչքան էլ Հայաստանի պաշտոնյաները փորձեն դիվանագիտորեն ձևակերպել այդ մոտեցումները եւ ինչ որ առումով տարբերվել։ Մենք էլ շատ բացասական ենք նաեւ նրան, որ Դոնբասի քաղաքացի թուրք լրագրողը նման բաներով է զբաղված։ Մենք էլ դրան ենք շատ բացասական եմ եւ ամեն ինչ անելու ենք, որ նման սպառնալիքները, ահա այդպիսի Դոնբասի այդպիսի քաղաքացիների գործողությունները Հայաստանի Հանրապետությունում չեզոքացվեն։ Մենք էլ դրան ենք շատ բացասական եւ դա չենք կարող թույլ տալ։ Դա չենք կարող թույլ տալ։ Պարոն Եղան, ինչու եմ ես հարցերը տալիս, որովհետեւ տեսեք, ինչքան էլ դիվանագիտական ձևակերպումներ տանք, նկատի ունեմ այդ դիվանագիտական ձևակերպումները շատ ուժեղ ասեցի։ Այսինքն շատ ուղիղ ասեցի, ոչ թե ուժեղ հասարակ եմ ասում տարբերությունների մասով Եվրոպական միությունը մի կերպ է մեկնաբանում, Հայկական կողմը մեկ այլ կերպ։ Դա եթե միտված է նրան, ինչպես դուք ասացիք, որ ռեսուրսները ճիշտ ծախսվեն, հավելյալ խնդիրներ չստեղծվեն, հա, դա իսկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում ազդող գործոն է, երբ դու ուղիղ չես նշում, որ Մոսկվայից է սպառնալիքները ծագում, ինչպես Եվրոպական միությունն է անում օրինակ։ Պարոն Մուկտեսյան, եկեք մի բանի մասին անկեղծ խոսենք։ Ի նկատի ունեմ տարբեր մեկնաբանություններ մեր հանգամանք է, թե ոչ։ Ռուսաստանի հետ որպես անկախ սուվերեն պետություն, այսինքն Հայաստանը որպես անկախ սուվերեն պետություն Ռուսաստանի հետ շփման շատ մեծ փորձ չունի։ Եկեք շատ անկեղծ լինենք ու ձեր հարցերն էլ հիմա որ ես լսում եմ, դրանք հին ժամանակների կամ հին հարաբերությունների հարացույցից եկած հարցեր են։ Բա ո՞նց անենք, բա կարող է ինչ-որ
այո, կարող է լինի ինչ-որ խոսակցություն, կարող է լինի ինչ-որ չհասկացվածություն, այո, իհարկե, ինչպես բոլոր պետությունների, բոլոր պետությունների միջև մենք այդ փորձը չունենք։ Դա համար հիմա երբ որ դիցուք Մոսկվայում վարչապետի եւ Ռուսաստանի Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի խոսակցությունը բոլորը ապշած են, այսպես նայում են, զարմացած ինձ գրում են, զանգում են, տեսար ինչ եղավ, տեսար, ամեն մեկը իր դիտանկյունից։ Ոնց որ քիչ առաջ ասեցի, մեկը ասում է հալալա ապրեք, այսինքն հալալա ինձ իմ աչքին դա շատ սովորական խոսակցություն էր թվում։ Ինչ որ մեկի աչքին դա ինչ որ գերբնական մի խոսակցություն էր թվում։ Այն մյուսի աչքին դա շատ միգուցե վտանգավոր խոսակցություն էր թվում։ Նայած թե ով ինչ դիտանկյունից է նայում դա, նայած թե ով ինչ պատկերացում ունի միջպետական հարաբերությունները քննարկելու, Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունները քննարկելու ձևաչափի եւ որակի մասին։ Հիմա մենք նման փորձառություն չենք ունեցել, որ մենք որպես սուվերեն պետություն բնականաբար խնդիրներ կասենք, դե եկեք կոնցեսիայի հարցը մի հատ քննարկենք, ախր ոնց կլինի, ախր 47-48 կիլոմետր/ժամ արագությունը այսօրվա աշխարհում չի բավարարում, դա մրցունակ չի, ախր մի հատ եկեք էլ չասած որ երկու հատված ընդհանրապես քանդած է, մի հատ վերանորոգենք, մի հատ տեսնենք, այսինքն այս խոսակցության ընթացքում բնականաբար այնպես չի որ դիմացի կողմն էլ ասում է հենց հիմա, հենց մյուս ամիս պատրաստ կլինի։ Երկաթուղու կոնցեսիայի Սա մի օրինակ եմ բերում, այսինքն այսպիսի խոսակցությունները մեր համար սովորական չեն, սովորական այն որ $100 միլիոն պարտք ունեք, ուրեմն տվեք այս $100 միլիոն պարտքը փակենք, ինչքան էլ հետո դա ներկայացրեցին, որ թեև չեմ էլ բացառում, որ դա մեր այս ժամանակվա իշխանության նախաձեռնությունն էր, հա, ասածս ինչ է, որ մենք այս հարաբերությունների փորձը չունենալով հաճախ դրանք մեկնաբանում ենք որպես ինչ-որ սենսացիոն հարաբերություններ։ Պարադիգմա փոխվում է, հասկանալի է։ Սովորական դուք հիմա կարող եք նայել օրինակ ԱՄՆ Եվրամիություն հարաբերությունները ինչ-որ հարցեր կան համաձայնության չեն գալիս, ինչ-որ հարցում քննադատում են իրար։ Սովորական չի, այսինքն մինչև Թրամփը լրիվ այլ հարաբերություններ ԱՄՆ Եվրոպա։ Մինչև էտել, այո, միգուցե ոչ այդքան սուր, բայց մինչև էտել կամ գուցե այդ հակասությունները այսքան հանրային հարթակներ չէին հանվում եւ դրանց մասին չէր խոսվում։ Ցանկացած այլ երկու, նույնիսկ շատ հարազատ, շատ մոտ երկրների օրինակներ կարող եք վերցնել։ Ձեզ ինչ է թվում, այսինքն ամեն ինչ նախորոք գծված, որոշված չէ, բայց միջպետական հարաբերությունները զամանը, որ չլուծված հարցերը։ Պարոն, իմ հարցը գալիս է ձեր պատասխանից։ Դուք որ ասում եք, մենք չենք տալիս նման ձևակերպումներ, որովհետեւ հավելյալ խնդիրներ չստեղծենք։ Ես այդքան էլ այդպես չասեցի։ Մոտավորապես դրա մասին է։ Ոչ թե հավելյալ խնդիր, որովհետեւ դա կարիքը չկա։ Շատ լավ։ Ես քաղաքական գործիչը չի կարող ուղակի հայեցողաբար ուղղակի ինչ-որ բան անել։ Քաղաքական ընդհանրապես բոլոր մարդիկ պետք է այդպես լինեն։ Չէ, նորմալ է որ մարդը պետք է լինի, այսինքն գործողությունը պետք է լինի արդարացված։ Նորմալ է որ քաղաքական գործիչը չես կարող ուղղակի հաճույքի համար, ուղղակի այդ պահիքով։ Շատ նորմալ է որ քաղաքական գործիչը ցանկանում է խնդիրներ լուծել, ոչ թե նոր խնդիրներ ստեղծել։ Դա շատ նորմալ է։ Բայց հարցս հետեւյալի մասին է։ Երբ որ մենք այդ նպատակից ելնելով հայկական կողմը տալիս է այլ ձևակերպում։ Դա որպեսզի ենթադրում եմ ռուսական կողմից հավելյալ ինչ-որ խնդիրներ չառաջանան ռուսական կողմի հետ հարաբերություններով։ Դա ռուսական կողմի համար ընդունելի, հասկանալի ձևակերպումներ են, թե բոլորը ամեն ինչ գիտեն եւ ամեն մեկը շարժվելու է իր շահերով ու իր շահերի տրամաբանությամբ։ Բոլորը ամեն ինչ գիտեն եւ ամեն մեկը շարժվելու է իր տրամաբանությամբ այնքանով, որքանով որ իր տրամաբանությունը եւ իր շահերը այնքանով իր տրամաբանությունը այդ իրավիճակում կաշխատի, որքանով որ դիմացի կողմը թույլ կտա, որքանով որ դիմացի կողմի ռեսուրսները կհերիքեն այդ տրամաբանության գործարկմանը աջակցել, չաջակցել կամ խոչընդոտել։ Այո, ցանկացած պետություն էլ շարժվում է իր տրամաբանությամբ այնտեղ, որտեղ որ հնարավոր է այդ տրամաբանությունը կիրարկել։ Հիմա մենք անելու ենք այնպես, որ Դոնբասի քաղաքացի այդ թուրք լրագրողի տրամաբանությունը այլևս չաշխատի Հայաստանում։ Այդ դա անելու ենք եւ նմանատիպ ուրիշ հարց պետք չի ամեն ինչ լցնել մեկ զամբյուղի մեջ։ Մեր հարաբերությունները եւ ոչ միայն Ռուսաստանի հետ, ընդհանրապես շատ բազմաշերտ են։ Այսինքն այնպես չի որ, ասենք դուք այսպես միտեղ այստեղ կա խնդիր, վերջ գնաց ինչ որ, չգիտեմ, ինչ որ ապոկալիպտիկ քննարկումներ են գնում, նույն Ռուսաստանի հանդիպումից այնտեղ երկար երկու ուրեմն ղեկավարներն էլ երկար խոսքով հանդես եկան, չէ՞, բազմաշերտ են դրանք։ Դրանք հարցեր են, որոնք
քննարկվում են, որոնց անդրադարձ կատարվում է, դրանք միջպետական մակարդակի խոսակցություններ են, որոնց մեր ականջը նախկինում սովոր չի եղել։ Դրանից ենք մենք այսքան զարմացած։ Ու ձեր, ելի եմ ասում, ձեր հարցն էլ է դրանից։ Այդ ձեզ դուք էլ եք զարմացած։ Ես զգում եմ։ Ձեր մեկնաբանությանն եմ գալիս այդ հանդիպման վերաբերյալ։ Հանդիպումը այնուամենայնիվ ես որպես մարդ հետևելով միջազգային անցուդարձին Հայաստանի, հատկապես ուսաբանելով Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները, չեմ հիշում մի դեպք, թեկուզ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ, թեկուզ դրանից անմիջապես ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որ Պուտինը այդքան հասցեական խոսի իր խոսքում, նշելով գազի գինը, նշելով այն պրոդուկտները, գազի գինը էլի է նշվում, նշելով այն պրոդուկտները, որ հայկական ուրեմն հայկական պրոդուկտները գյուղատնտեսական նշանակության անգամ գումարներով որ վաճառում են ռուսական շուկայում եւ այլ եւ այլ։ Հիմա գալիս եմ ձեր մեկնաբանությանը, դրա հետ կապված որ տարբեր մեկնաբանություններ դուք Facebook-ում այդ օրերին գրեցիք։ Արդեն պարզ է, որ պրոռուսական ուժերը չեն կարողանալու հաղթել ձեր առաջիկա ընտրություններում, ձեր թարգմանությունն է Պուտինի խոսքի։ Այսպես շատ ավելի պարզ լեզվով այսպես ասած։ Բայց դե հիմա մեր ընկերներն են, ընկերական թողեք գնան Պուտինը երբ խոսում էր ռուսական ազգագրերով մարդկանց ընտրությունների մասնակցելու մասին, ռուսամետ, ընկերական թողեք գոնե մասնակցեն ընտրություններին, գան խորհրդարան, ինչ կլինի, որ մենք էլ փոխարենը գազը չենք թանկացնի, գյուղատնտեսական ապրանքները շատ չենք պահի սահմանին, սկզբունքորեն դեմ չենք լինի նաև թրիփին եւ այլն, հա։ Սա իսկապես այսպես սա ինձ բան չի էլի, սա ես սրա սղագրությունը ինչ-որ տեղից չեմ վերցրել։ Սա իմ մեկնաբանությունն է։ Ես նկատի ունեմ սա իսկապես լուրջ մեկնաբանություն է, թե սա ավելի շատ հեգնական մեկնաբանություն է։ Եթե այդ երկուսի մեջ պետք է ընտրեմ, ավելի շատ լուրջ, որը թեև նայած տեսանկյունից թե որ տեսանկյունից նայեք, նայած ում տեսանկյունից նայեք։ Նկատում եմ Հայաստանում քաղաքական գործիչը, իշխանության ներկայացուցիչը այսպես է հասկանում Պուտինի խոսքերը։ Եթե շատ ընդհանուր գծերով ասենք, ես այդպես եմ հասկացել։ Կարող է մեկ ուրիշ այլ կերպ։ Դա իմ մեկնաբանությունը ձեզ եմ հարցնում։ Մենք ֆրակցիայի նիստ չենք արել եւ քվեարկել այդ Facebook-յան ստատուսի մասին, չէ, բայց տեսեք, ես ինչն եմ ուզեցել այդտեղ շեշտեմ։ Այդ դա աղը որն է իմ գրացի, ոչ սա չասեմ առևտուր, էլի այդ բառը մի քիչ ես չեմ նորմալ է, քաղաքականության մեջ լինում է։ Այլ ամեն կողմից իր համար կենսական անհրաժեշտության սահմանների գծումն է եւ հետո փորձն է այդ կենսական անհրաժեշտության սահմանները համադրել ինչքանով որ դա հնարավոր է եւ լծակները միմյանց ցույց տալ թե ով ինչ ունի, ով ինչի դիմաց ինչ կարող է անի կամ չանի, այսինքն այդ խոսակցությունն է, դա խոսակցություն է։ Դա ինչ որ մեկի կայացված որոշման հրապարակումը չի, դա բաց խոսակցությունն է, շատ լավ է որ դա բաց եղավ։ Բայց նման խոսակցությունները առաջ լինում էին փակ։ Այդ խոսակցությունները առաջ լինում էին փակ։ Ասում էին ընկերներ, գազը պետքա թանկացնենք, ասում էին վայ մեր մոտ ընտրություն ա, չթանկացնենք։ Ասում եմ, բա ո՞նց է փակվելու այդ փողի դիմաց։ Ասում են ընտրությունից հետո 100 գազարտի 20%-ը կփոխանցենք ձեզ։ Ասում են շատ լավ։ 13-14 թվականների 13-14 թվական այդ խոսակցությունները առաջ լինում էին փակ։ Ասում են դե լավ, դե թե 20% ու մենք դա չէինք իմանում, որտեվ դա փակ էր։ Հետո 20%-ով փակվում էին քաղաքացիների էլի մեր Հայաստանի Հանրապետության սեփականությունն էր։ Ասում են Ժորժ ջան, պայմանավորվել ենք ռուսների հետ, գազը չի թանկանում, Ժորժ ջան, դուխով գնացեք ընտրության, ընտրեք բան, հանրապետական օրինակի համար։ Հետո ընտրությունից հետո էլի չէր թանկանում։ Էլի մի տարի էլ չէր թանկանում, 2 տարի էլ չէր թանկանում։ Հետո 20%-ով փակում էին, հետո տանում էին մի ուրիշ գույքով էին փակում, հետո մի ուրիշ գույքով, հա, որ քաղաքացին իր ամեն ամսվա բանի մեջ, այդ հաշվի մեջ դա չզգա, բայց իրեն պատկանած գույքը գնում էր եւ իր ազգային հարստությունը քչանում է։ Հիմա ըստ ձեզ Պուտինը Հայաստանին ասել է, Հայաստանի ղեկավարության։ Դες բառացի բան։ Չէ, ես։ Դուք եք դրա մասին գրել, ես կանեմ։ Հա, բայց դուք դա շատ բառացի եք, էլի ասում։ Իմ խոսքերը չէ։ Ախր դուք եք շատ բառացի գրել։ Տեսեք, ըստ ձեզ Պուտինը Հայաստանի ղեկավարությանն ասել է, եթե շատ բարձրացնեմ, թողեք պրոռուսական ուժերը մասնակցեն ընտրություններին, ինչ որ մի փայ կոպիտ ասած ունենան խորհրդարանում, մեկը չեն հաղթելու, ինչպես դուք եք ասում, այդ դրա դիմաց Հայաստանը խնդիրներ չի ունենա գազի գնի եւ իր ապրանքները ռուսական շուկայում վաճառելու հետ կապված։ Հիմա հարց։ Ինչ հետևություններ է կարել օրինակ դուք կամ Հայաստանի իշխանությունները այս խոսակցությունից։
Որն է լինելու Հայաստանի իշխան։ Լավ, Պուտինը պատասխանը Պուտինը այդ խնդիրը դրել է։ Պատասխանն էլ հնչեց, որ նրանք ովքեր Հայաստանի քաղաքացի են, բացառապես նրանք կարող են մասնակցել, որովհետև դա օրենքով արգելված չէ։ Իսկ նրանք ովքեր Հայաստանի քաղաքացիությունից բացի օտարերկրյա քաղաքացիություն էլ ունեն, նրանք չեն կարող, ուղղակի ֆիզիկապես չեն կարող եւ նույնիսկ եթե ուզենանք էլ չեն կարող, որովհետեւ թղթեր կա, որոնք պետք է այս 98 թիվը չի, որ տենց ժեկից կեղծ տեղեկանք բերես բան, դառնաս նախագահ։ Պետքա այդ թղթերը պետքա ներկայացվի 4 տարվա կացություն, 4 տարվա միայն Հայաստանի քաղաքացի լինում, մենք դիմում ենք, մենք արդեն դիմել ենք օրինակ։ Դիմում ենք ազնագրային այդ համապատասխան ուրեմն դուք ասեք վարչություն այդտեղ ստանում ենք այդ տեղեկանքները, դա դնում ենք այդ դիմումի մեջ, նոր հանձնում ենք ԿՀ ու այդ պատասխանը հնչեց, այլ պատասխան ես չեմ էլ պատկերացնում, որ հնչեր, ես հակառակն էլ չէի պատկերացնում, որ ասել չէ, գիտեք ինչ, մենք կասկած ունենք, որ այս ինչը ռուսամետ ուժ է, այ հեսա իրան էլ չենք թողնելու։ Հիմա գալիս եմ գործողություններին, տեսեք, որովհետև երկու հանդիպում է դիվանագիտական կոնտակտ է տեղի ունեցել վերջին շրջանում ամենաբարձր մակարդակով եւ դրանից հետո որոշակի գործողություններ են եղել, որոնք մարդկանց գոնե մի մասը մի փոքր այլ կերպ են անցալում եւ մեկնաբանում։ Դեկտեմբերի 22-2025 թվականից հանդիպում Սանկտ Պետերբուրգում, ապա ոչ պաշտոնական գաղափարժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Դեկտեմբերի 30 2025 թվականին Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մեղմացում դատարանը ազատ է արձակում կալանքից, այն փոխարինելով տնային կալանքով։ Ապրիլի 1 2026 հանդիպում Մոսկվայում Պուտինի հայտնի հայտարարությունը, ձեր մեկնաբանությունը այդ հայտարարության եւ ապրիլի 17 2026 տնային կալանքի երկարաձգում, բայց սահմանափակումների մասնակի վերացում։ Դրանք կոնսպիրոլոգիաներ են, էլի, կոնսպիրոլոգիաներ զուգադիպություններ են սրանք։ Տրամաբանության մեջ ես հիշում եմ, կարծեմ համալսարանում ենք այսպես սովորում, որ տրամաբանության դե առարկա չէ կար, բան, որ ոչ բոլոր իրար հաջորդող գործողություններն են հետևական։ Ու դասական օրինակը գիշերն ու ցերեկն էր, հա, որ եթե գիշերը հաջորդում է ցերեկվան, ցերեկը հաջորդում է գիշերվան, դա չի նշանակում, որ ցերեկվա հետևանքով լինում է գիշեր, իսկ գիշերվա հետևանքով լինում է ցերեկ, այլ երկուսն էլ բանի ուրեմն երկրի պտույտ երկուսն էլ այլ առանձին պատճառ ունեն, ոչ թե իրար հետևանք են, այլ երկրի պտույտի հետևանքով են տեղանում եւ արևի նկատմամբ երկրի պտույտի, այսինքն լույսի նկատմամբ, լույսի աղբյուրի նկատմամբ։ Հիմա այդպես ես չեմ, այդպես չի, էլի, ախր դա մի քիչ նույն հակակոռուպցիոն դատարանն է, գործում նոր Երևան եկած հանգամանքներ չկան, բայց դրանից առաջ մարդը սահմանափակումների տակ է եւ կալտանային կալանք, լինում են դիվանագիտական կոնտակտներ, դրանցից մոտավորապես Չէ, եթե խոսում եք սահմանափակումներից, դրանց առաջել էին ասել, որ չկան։ Քննչական մարմինը դրանց առաջել էր ասել, որ չկան։ Չէ, ասում էր կարող է խոսել լրատվամիջոցների հայտարարություններ հանդես։ Նա հանդիպել էր վերջերս, եթե չեմ սխալվում, իր ուրեմն կողմնակիցների հետ, կարող է արդեն հարցազրույցներ տալ։ Առաջել կարող։ Չէ, չէր կարող։ Կարող էր հայտարարություններով հանդես գալ, բայց հարցազրույց չէր կարող։ Այսինքն օտար մարդկանց չէր կարող։ Այո։ Դա ինչ-որ դա գրվել է, դատարանի վճիռ։ Ես չեմ նայել։ Դատարանի վճիռ այնուամենայնիվ ես որքանով կարդացել եմ, որոշակի մեղմացումներ ենթադրում է։ Այո։ Դրա համար просто խոսի էլի։ Չէ, բան չասեցի, նկատում եմ գործի մեջ էական փոփոխություններ չկան, նույն մեղադրանքն է, նույն որոշումն է եղել, բայց դիվանագիտական կոնտակտներից հետո փոփոխություններ են տեղի ունենում։ Ես չեմ պատկերացնում էլի, որ Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի խոսակցության հետևանքը նման ինչ-որ փոքր Ես չէի պատկերացնում, որ Պուտինը խոսի այդ ռուսական անձնագրերով մարդկանց ընտրությունների մասնակցելու մասին, բայց խոսեց։ Ինքը ավելի շատ խոսեց ռուսամետ ուժերի մասին։ Հա, բայց նաև ասեց ռուսական անձնագրերով։ Դրա վարչապետը հարցը բաժանեց երկու մասի՝ ռուսամետ, այս ինչամետ, այն ինչամետ, դա չգիտենք, կա օրենք, ով ունի քաղաքացիություն կարա, իսկ ով չունի քաղաքացիություն, անկախ նայած թե ինչա մետ, այսինքն ով ունի մեկից ավել քաղաքացիություն, չի կարող։ Հայաստանի իշխանությունը ինչպես է գնահատում Պուտինի այդ հայտարարությունը, դա Հայաստանի ներքին գործերի խառնվելի փորձ է, թե չէ։ Անկախ նրանից թե մենք ինչպես ենք գնահատում, ես էլի այդ եմ ասում, մենք մեր գործը ոչ միայն գնահատելն է, այլ մեր գնահատականը ճիշտ կոմունիկացնելը։ Եվ անկախ նրանից, եթե մենք գտնենք, որտեղ մի բանը գնահատել է, մի բանը դա ասել են, երկու առանձին քաղաքական գործողություն են։ Եթե մենք նպատակահարմար գտնենք բարձրաձայնել մեր գնահատականը, մենք կբարձրաձայնենք։ Եթե չենք բարձրաձայնում, ուրեմն բարձրաձայնելը նպատակահարմար չի։ Ինչքանը որ բարձրաձայնել ենք, այս խումբը որ գալիս է, մենք խոսել ենք չէ դրա մասին, այսինքն մենք խոսում ենք
դուք անընդհատ գիտեք, ես չգիտեմ, դա ձեր գործներ, այսինքն լրագրողական գործունեության առանձնահատկությունն է, թե ձեր իմ թե առհասարակ լրագրողների։ Ձեր եւ լրագրողների, որ անընդհատ ուզում են ինչ-որ շատ հետաքրքիր, շատ սենսացիոն, բայց պետք ես սենսացիա չեմ կարող։ Համաձայնեք էքստրաօրդինար էր wording-ը։ Իմ գործը սենսացիա ապահովելը չի, ես բանի։ Ես ձեզ այն սենսացիա չեմ ուզում, ես ասած զրուցում եմ։ Ահա, եթե ես հիմա ձեզ ասեմ այն ամեն ինչ ես մտածում եմ, եթե ուղղակի անկեղծորեն ասենք, այս տեսակցիկները անջատեք եւ ես օտար պետությունների ղեկավարների տարբեր ընդ որում ուղղակի անկեղծորեն ասեմ, ասենք ուղղակի ինքերական զրուցենք, ասեմ ինչ մտածում եմ, դրանք կլինեն շատ յուրահատուկ կարծիքներ, որոնք ճիշտ չի, որ պետական պաշտոնյան ասի առանց քաղաքական անհրաժեշտության։ Եթե ծագի դրա քաղաքական անհրաժեշտությունը, բնականաբար այդ գնահատականները կհնչեն, բայց հիմա չկա նման անհրաժեշտություն։ Հասկացա։ Ինչի էի հարցում ներքին գործերի միջամտության հետ կապված, որովհետև տեսեք, երբ նման հայտարարությունները հնչում, հասարակության մի մասը դա ընկալում է որպես հատկապես ակտիվ հատված ներքին գործերի միջամտություն, երբ օրինակ Վենսի կողմից է հնչում հայտարարություն, որ ինքը աջակցում է Նիկոլ Փաշինյանին այդ բոլորով ասում էին հեսա Թրամփը գա, հեսա դուք ձեր հալը կտենաք, ասեք թե ինչի են լալվել այդ մարդու դեմ, ես չեմ հասկանում, այսինքն ինչի են Վենսի դեմ այդպեսի լալված խոսույթ օգտագործում մարդներ հիմա ասեց, այսինքն հիմա չէ, դա մի մասը մեկի հայտարարությունն են կալում որպես ներքին գործերի խառնվել, մյուս մասը մյուսի։ Տեսեք, ամեն պետություն ինքը ունի իր շահերը, առավել եւս ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նման պետությունները ունեն իրենց շահերը աշխարհի տարբեր կետերում։ Եվ այդ շահերը, գիտեք, ոչ թե վերաբերվում են կոնկրետ մարդկանց, մարդու մասին չի այստեղ հարցը, գիտեք, հաճախ վարչապետի հետ ասածն էլ է, էլի սխալ մեկնաբան, որ ասում են, եթե ընդդիմությունը հաղթի կլինի պատերազմ, ասում է, եթե ես գրվեմ կլինի պատերազմ, այդպես չի գնում խոսակցությունը։ Ասում է, եթե այս գաղափարներով մարդիկ կան իշխանության, անելու են այս քայլը, որը քանդելու է խաղաղության ճարտարապետությունը, որը բերելու է պատերազմի։ Դրա մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին չի, որ խաղաղության ճարտարապետությունը մեկ մարդուց է կախված։ Խոսքը նրա մասին է, որ խաղաղության ճարտարապետությունը կա եւ որևէ մեկը դրա մասին պիտի հոգ տանի։ Այդ ճարտարապետությունը պետքա պահի, ամրացնի, բաղկացուցիչ մասերը ինչ ասեմ, պահին շարունակի սպասարկել այս process-ը։ Շարունակի սպասարկել այդ օրակարգը, այսինքն այստեղ ոչ թե հարցը անուն ազգանունն է, վերջում իհարկե քվեաթերթիկի վրա դիլում անուն ազգանուն, բայց դա նաև մոտեցման հարց է, թե մարդիկ ինչ մոտեցումներ ունեն։ Եթե մարդիկ օրինակ այսօր ասում են բանը, մենք հեսա ուժեղանանք, չէ, ասում են նորով է Բազարյան Ալբերտը, բանը, ասում է չէ, հիմա չէ, մենք ուժեղանանք, զինվենք, հետո մեր աջակիցների աջակցությամբ գնանք բան անենք, գնանք ու պատերազմով հարցերը կլուծենք։ Այսինքն ես ապշում եմ նույնիսկ որ կարող է չափահաս այդքան փորձառու քաղաքապետ ա եղել, չէ, պաշտպանության փոխնախարար բան, այսինքն երկար տարիներ քաղաքականությամբ զբաղվել է։ Թվում է թե լուրջ մարդ է, այսինքն նրանք քնած են տունը։ Տունը քնած են լինելու 10 տարի, Բազարյան Ալբերտը զենքեր է, մենք էլ ենք դա անում։ Մենք էլ զենքերը ենք առնում զենքեր, որ ինքը չէր կարող գնել։ Ինքը երբ որ պաշտպանության ոլորտի պատասխանատուներից է, իրեն ոչ մեկ այդ զենքերից չէր վաճառի հայտնի պատճառներով։ Այդ զենքերը մենք էլ ենք գնում, հեսա ցուցադրություն էլ է լինելու, բայց մենք խաղաղության օրակարգն ենք սպասարկում։ Մենք մեր տարածքի պաշտպանության համար ենք դա գնում։ Լավ, այս հարցը չի ուզում տալ, չնայած դրան անդրադառնալ, բայց քանի որ դուք ասացիք, հա, Հայաստանի իշխանությունները հայտարարում են խաղաղության հաստատման մասին, որ խաղաղությունը հաստատվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այո։ Կասեք, այդ խաղաղության հաստատման ամրությունը ինչու է այդքան թույլ, այսինքն ինքը ինչու է այդքան թույլ, որ ինքը կարող է ժողովրդավարական process-ին, ընտրություններին տվյալ դեպքում, այսօր մենք գիտենք ինչ ուժեր են մասնակցում ընտրություններին, ժողովրդավարական process-ին չդիմանալ։ Բայց կներեք, իսկ ով ասել, որ ժողովրդավարական process-ը պակաս թույլ process է։ Այդ ժողովրդավարական process-ների շատ ինստիտուտներ կարող են չդիմանալ, որովհետև ժողովրդավարությունը ֆունդամենտալ ինստիտուտն է։ Ժողովրդավարության վրա են հենված մյուս ինստիտուտները։ Բայց եթե ժողովուրդը գնա, ասի չէ, ես ուզում եմ Բազարյան Ալբերտի ասածով անենք մենք, ասենք մեծամասնությունը, բա դա է ինստիտուտը։ Դա մեկ։ Երկրորդը ասում եք ինչի է թույլ։ Ոչ թե թույլ է, այլ նոր է։
նոր է, դեռ նոր է, դա ոնց չեմ ուզում մի քիչ բան դառնամ, էլ բան այսպես ձևակերպեմ, բայց դա ապրող, եթե թույլ կտակ ասել, քաղաքական իմաստով ապրող օրգանիզմ է, որը դեռ նոր է ինքը, նոր է հաստատվել, իրեն սնող երակները, ալմատները, ինքը դեռ չի ամրապնդել, հա, ինքը դեռ նոր պատկերացրեք, հենց նոր ասենք, տանկել եք, ասենք, սերմը, հենց նոր ծիլա տվել։ Ասենք եթե գնաք գաք վրա կողորչեք, անցնեք, կմեռնի, չէ՞ ծիլը։ Դրա մասին է խոսքը։ Իսկ մենք չենք տեսնում դաշտում այլ ուժ, որը կասի, որ սա բան է։ Սա կարծում ենք, որ շատ շահավետ խաղաղություն է։ Մեր համար պարամետրերը մեկը կարծեմ կա որ ասում է Հայկ Մարությանի ուժն է, եթե չեմ սխալվում, ասում է որ իրենք կողմ են, եթե չեմ սխալվում։ Հայկը ֆայմեց, այդ մի բան ֆայմեց ասի, բայց չգիտեմ ինչքանով ողջունել են, եթե չեմ սխալվում, որ Վաշինգտոնի համաձայնությունները ողջունել են, բայց կկարողանան արդյոք իրենք սպասարկել այդ օրակարգը, դա էլ ուրիշ հարց է, եւ բացի այդ մենք տեսնում ենք առաջատար ուժերը որոնք են, էլի, անկախ հարցումներ կան, բաներ կան, այսինքն ստեղ էլի հարց է ծագում, թե ով է լինելու Հայաստանի ղեկավար, այս էլ է կարևոր հարց։ Լավ, այս հարցը սրանով սահմանափակ ենք։ Մարության Հայկը չի կարող սրանով սահմանափակ ենք։ Քաղաքական պատճառներով էլի։ Ձեր կարծիքով ընդդիմությունը ակնհայտորեն հիմա մարդկանց մեծ մասը ցանկանում է խաղաղություն, հարցումներ են դրա մասին վկայում եւ այլ, հա։ Ընդդիմությունը ինչու է հակառակ նարատիվը առաջ տանում, որն է դրա պատճառը ձեր կարծիքով։ Ոչ թե չխաղաղության նարատիվը, այլ մենք կգանք կվերաբանակցենք, կփոխենք, չգիտեմ, կուժեղանանք, լավը կանենք եւ այլ։ Ինչու, ասենք, ոչ թե գնում են ձեր նարատիվի, նկատի ունեմ իշխանության նարատիվը, այլ խաղաղություն ենք հաստատելու ավելի լավ խաղաղություն։ Որովհետև իրենց գործը դա է, որովհետև հակառակ պարագայում Ռուսաստանի նախագահը չի միջնորդի իրենց համար։ Հակառակ պարագայում Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը չի միջնորդի իր բարերով ասած ռուսամետ ուժերի համար։ Ես սա արդեն տեսեք, արդեն ասում եք ինչի բաց չեք ասում, այս մասն էլ բաց ասեցի։ Այսքանով կարող եմ բաց ասել։ Եվ այստեղ արդեն հարց է ծագում, իսկ ինչու են ռուսամետ Ռուսաստանի նախագահի բարերով ասած ռուսամետ ուժերը, ահա այդպիսի նարատիվներ առաջ տան։ Ինչու են այդպես անում։ Հարցը իրանց տվեք։ Չէ, լավը չի համաձայնագիր, թող ասեն որ կետը լավը չի։ Ավելին, ասում են այդ նախաստոր այնով է, Վարդևանյանը այստեղ չէր ասում։ Ձեր այդ քննարկմանը հիշեցի, Վարդևանյանը ասում է վերջնական չի, դա ընդհանրապես նախաստորագրված, իրավաբան մարդ է, խելացի տղա է, էլի ոնց որ թե այդքան ճարպիկ է, էլի կարողանում է այդ իրավիճակում կողմնորոշվի։ Ոնց կարաս դու փոխ։ Դա նախաստորագրված է հենց դրա համար, որ այլևս չես կարող փոխել։ Նախաստորագրումից հետո կամ կարող ես ստորագրել, կամ կարող ես չստորագրել եւ նոր բան սկսել։ Չեղարկել եւ նոր բան սկսել, որը հավասար է, միջազգային պրակտիկան։ Դա այլևս փոխել, այլևս տեքստի մեջ փոփոխություն դրված են մեր արգործ նախարարների ստորագրությունները, նախաստորագրման իմաստը հենց այդ է, որ դուք տեքստի շուրջ գալիս եք վերջնական համաձայնության, մնացածը մնում է քաղաքական process-ին։ Լավա չասեց ստորագրելուց հետո մինչև վավերացնել էլի կարանք փոխենք։ Ազգային ժողովի վավերացումից առաջ մի հատ մեջ մի երկու բառ փոխենք։ Հիմա այդ տեքստի մեջ թող ասեն ինչն է անընդունելի, եթե տեքստի բոլոր հոդվածները սկսվում են երկու կողմերը բառակապակցությամբ։ Երկու կողմերը, բոլորի։ Ինչ անում են երկու կողմերն են անում։ Թող դա ասեն։ Եկեք այստեղ ավարտենք մեր զրույցը, որովհետև արդեն ժամանակը շատ լավ չի ներում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիվիլյանի տաղավարում ես զրուցեցի Արման Եղոյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։